Փառք Տիրոջը։ Օրհնյալ է մեր Տերը, սիրելի եղբայրներ, քույրեր, իր անունը փառավորվի։ Քանի որ վերջի բաժինն է պաշտամունքի աղոթքից առաջ, ես նույնպես ուզում եմ Սուրբ Գրքից մի տեղ ընթերցել եւ մի քանի կարևոր մտքերի վրա նորից մեր ուշադրությունը դարձնել։ Որովհետեւ սիրելիներ, մենք այո, ինչպես հասկանում ենք, գիտակցում ենք, մենք գտնում ենք վերջի ժամանակների մեջ։ Եվ դրա համար մեզ պետք է սպասել, պատրաստվել Տիրոջ առջև։ Հոբի գրքից պետք է կարդամ Հոբ 14-րդ գլխից մի քանի համարներ եւ մի քանի կարևոր մտքեր Տիրոջ օգնությամբ պետք է ուշադրություն դարձնենք։ Հոբ 14-րդ գլուխ 4 համարից։ Իրանի թե մեկ մաքուր առաջ կար անմաքուրից, բայց ոչ մեկն էլ չկա, որովհետև նրա օրերը որոշված են, նրա ամիսների թիվը քեզ մոտ է, սահման ես դրել նրա համար և նա չի անցնիլ։ Ուրեմն երեսդ դարձրու նրանից, որ հանգչե, մինչև որ վարձկանի պես լրացնե իր օրերը, որովհետև ծառն էլ տակավին հույս ունի, եթե կտրվի, դարձյալ կծլի, և նրա ճյուղերը չեն պակասիլ, թեև նրա արմատը հողում ծերացած էլ լինի, և նրա բունը մեռած լինի, փոշու մեջ, և ջրի հոտից էլի կծաղկի, և ճյուղերը կբարձրացնի նոր տնկվածի պես, ալելույա Տիրոջը։ Դեռ մի քանի կարևոր մտքեր է, բարեկամներ, որ ուզում եմ մենք ուշադրություն դարձնենք։ Առաջինը բացատրում է, որ մի հատ մաքուր մարդ էլ չկա։ Առաջի խոսքի մեջ, որ կարդացինք, ցույց է տալիս, որ չկա երկրագնդի երեսին մի արարած, մի անձնավորություն, անկախ նրանից ով է, ինչ ազգից է, ինչ ժողովրդից է, ինչ գիտելիքի տեր է, ինչ պաշտոնից է, որ մաքուր մարդ չկա։ Որտեղ բոլորը Սուրբ Գիրքը ասում է մեղանչեցին եւ ընկան։ Տեսեք ինչ ասում է, երանի թե մեկը մաքուր առաջ գար անմաքուրից, բայց ոչ մեկն էլ չկա։ Այսինքն անմաքուրից չի կարող մաքուր առաջ գալ, ժողովուրդ ջան։ Եվ մեր նախահայր Ադամը, երբ որ Եդեմի պարտեզի մեջ մեղանչեց, մեր մայր Եվայի հետ, բոլոր մարդիկ դատապարտվեցին մահվան։ Եվ այդ մեղքի բնույթը, այդ մեղանչական բնույթը մինչև այսօր մարդկության մեջ է։ Եվ բոլոր մարդիկ այդ մեղանչական բնույթից անմաքուրից առաջ են գալիս, իսկ անմաքուրից չի կարող մաքուր առաջ գալ։ Եվ Աստծո խոսքն ասում, անհնար է, Աստծո խոսքը ասում է, երանի թե, հարց է տալիս, երանի թե մեկը առաջ գար, բայց ոչ մեկն էլ չկա։ Ինչու համար չկա։ Ինչու համար անմաքուրից չի կարող մաքուր առաջ գալ։ Շարունակությունը տալիս է։ Ասում է, որովհետև նրա օրերը որոշված են, նրա ամիսների թիվը քեզ մոտ է, սահման ես դրել նրա համար, նա չի անցնիլ։ Այսինքն, երբ որ մարդը մեղանչեց Եդեմի պարտեզի մեջ, այս մարդին Աստված մերձրեց, այսինքն ոչ թե Աստված ավելի ճիշտ մերձրեց, մարդը ինքը իր արածի համար մահ ճաշակեց, որտեղ Աստված ասել էր, որ որը որ ուտես պետք է մեռնես։ Եվ մարդը երբ որ մեղանչեց, այդ կապը, հաղորդակցությունը Աստծո հետ կտրվեց։ Եվ նրա համար Աստված ասեց, հողից վերցրել ես, նորից հողին պիտի դառնաս։ Այսինքն այս մարմինը, որը որ հողից էր վերցրվել, նա որոշվեց, որ պետք է մեռնի, եւ նրա համար սահման դրեց, չափ դրեց, եւ այսօր բոլոր մարդկության համար այդ սահման ու չափը դրված է։ Ես չգիտեմ, որիս համար ինչքան օր ա դրե։ Ես չգիտեմ Աստված ում համար ինչքան ժամանակ ա տվել, բայց բոլորն էլ այս երկրավոր կյանքի մեջ մահացել են, ֆիզիկապես մահանում են եւ պետք է մահանան։ Մենք էլ պետք է մահանանք։ Դու էլ պետք է մահանաս։ Ես էլ պետք է մահանամ։ Ես չգիտեմ հավատում ես թե չէ, բայց պետք է ֆիզիկապես մահանաս։ Ես էլ նույնպես պետք է մահանամ։ Եվ ես կուզեի, որ մի հատ խորեիր, որ այս կյանքից հետո, մահանալուց հետո ուր այս կյանքից հետո, մահանալուց հետո, որտեղ մեր իսկական կյանքը շարունակության մեջ տալիս է, սկսում է այս կյանքից հետո։ Ֆիզիկապես մարդը պետք է մահանա, որովհետև անմաքուրից առաջացած այս անմաքուր բնույթը, այս ապականված բնույթը չի կարող այն սրբությունը ժառանգել։ Եվ այս անմաքուր բնույթը պետք է ինչ անի, ապականյալը պետք է ինչ անի, մեռնի, պետք է մահանա,
որտեվ նրա համար, ասում է, որովհետև նրա օրերը որոշված է, նրա ամիսների թիվը քեզ մոտ է, սահման ես դրել, նրա համար նա չի անցնիլ։ Այս մարմնիս համար, քո մարմնի համար օր է սահմանված, ժամանակ է դրված։ Այդ օրն ու սահմանը չենք կարող անցնել։ Ես չգիտեմ մի տարի է որոշված ապրելու, 50 տարի, 90 տարի, չգիտեմ ինչքան, բայց որոշված է այս մարմնի համար հատուկ օր, ժամանակ ու սահման, որ ինչքան էլ ուզի մարդը չարչարվի չի կարող պահել։ Այսօր մարդիկ կան, ես հիշում եմ, մենք մի հատ լավ հանրաճանաչ համաշխարհային օլիմպիական չեմպիոն Ազարյան ունեինք, լուսահոգի մարդ, ես իրան չեմ ճանաչում ֆիզիկապես, բայց այդ մարդը 90 քանի տարեկանը մահացավ։ Հիշում եմ տարիներ առաջ 70 քանի տարեկան էր, այս մարդը մարզանքեր անեմ, տուրզիկեր անեմ, ասում էր սա օլիմպիական չեմպիոն, հզոր մարդ է, բայց սահմանն եկավ, այս մարդը մեռավ։ Այսինքն ինչքան ուզի չարչարվեմ, ռեմոնտ անեմ, չգիտեմ ինչ անենք, այսօր մեծահարուստ մարդիկ սրտերն են փոխում, երիկամներն են փոխում, փոխպատվաստում են անեմ, երիտասարդ երիկամներ են դնեմ, բայց էլի ինչքան ուզի պահեն, այն սահմանը, որ սահմանված է, դերից են կոմ, չեն կամ, տիմերն ֆիզիկապես, որտև ստիրոջ խոսքն ասեմ, անմաքուրից մաքուր չի կարող լինել։ Մենք բոլորս անմաքուրից ենք ծնվել մեր մարմնավոր ծնունդով, և այս անմաքուր բնույթը պետք է մեռնի, որտև Հռոմեացիս թղթի մեջ, 6-րդ գլխի մեջ Տեր Հիսուսը օրինակ է տալիս, ասում է, նրանք, որ մեռան, Քրիստոսին մեռան։ Այսինքն, եւ որ մենք հավատում ենք, որ մենք վերստին ծնվում ենք, մկրտվում ենք, մեր մկրտությունով ցույց ենք տալի, որ այս մեր մանմաքուր բնույթը մեռավ, այս մարմինը մեռավ, նորը պիտի ապրի։ Եվ շարունակությունը տեսեք ինչ է ասում։ Ուրեմն երեսը դարձրու նրանից, որ հանգչի, մինչև որ վարձկանի օրերը լրանա։ Անրանին եղբայրը հիշեցրեց, երեսը դարձրու այս մարմնից։ Այս մարմնից երեսը դարձրու։ Այս մարմինը այսօր հոգուն դեմ է, Սուրբ Գիրքը ասում է մարմինը հոգուն հակառակ, հոգին մարմնին։ Այս մարմինը ապականված է, եւ այս մարմնի փափագը ցանկությունը, աշկի ցանկություն, մարմնի ցանկություն, այս կյանքի ամբարտավանությունն է, որ մեզ հեռացնի Աստծուց, որ մեզ տանի մինչև վերջի հանցանքին հասցնի, որովհետեւ Սուրբ Գիրքը ասում է բոլոր մեղքերը մարմնից դուրս են, բայց անբարոյությունը մարմնի դեմ է։ Այսինքն այս մարմնի նպատակն է, որ քեզ ու ինձ հասցնի մինչև վերջնակետ անբարոյության, որպեսզի կործանման տանի մեզ։ Դա համար ասում է նանի ծերեսը դարձրու։ Հայտնության մեջ այսպես է գրված։ Ասում է եւ առաքյալները չսիրեցին իրանց անձերը մինչև ինչ մահ։ Ամեն, այո, մահ։ Սի քեզ մարդիկ իրանց այս մարմինները չսիրեցին։ Մինչև մահ, այսինքն հասկացան, այս մարմնից դարձան, ասում է երեսը սրանից դարձրու, որտև սրա օրերը որոշված է, սրա համար սահման է դրած, սա անմաքուր է, սա չի կարող մաքուրը ժառանգել, բայց այսօր գիշեր ցերեկ, մարդու միտքը սա է, ինչ ուտի, ինչ հագնի, ոնց երևա, ոնց սիմպաթիչնի լինի, ոնց մինատյուրնի լինի, ոնց իր սրտի ցանկությունը հաճույքները կատարի։ Բայց Տերն ասում է սրանից երես դարձրու արտակ։ Երես դարձրու, որովհետև քեզ համար ավելի երկնայինն է պահված։ Քեզ համար ավելի գերագույնն է պահված, քեզ համար ավելի սուրբն է պահված։ Երանի թե ստեղ ինձանից սկսած քուրեր եղբայրներ, մեր հոգու աչքերը բացվեր, երանի թե մի քանի րոպե ինչ որ երկնքում Տերը պատրաստել է, մենք դա կայնանք տեսնենք։ Շատ չէ մի քանի րոպե տեսնենք թե ինչ է Տերը երկնքում մեզ համար բացել։ Ստեղ էլ մի վարքյան էլ չենք ուզենա մնա։ Ով էլ ուզում է լինի, ինչ պաշտոնի աշխարհի ամենահզոր մարդն էլ որ լինի, եւ որ տեսնի թե երկնքում ինչ է Տերը պատրաստել։ Մի վարքյան անգամ էլ չի ուզի ստեղ մնա։ Իսկ այսօր սատանան խափում է։ Էսա, կեր, քեֆը, տունը, տեղը, տունեսվածքը, տեսը, ճիշտ հասկացեք, քուրեր եղբայրներ, ես չեմ ասում, որ տուն չունենանք, տեղ չունենանք, ունեսված չունենանք, ճիշտ ինձ հասկացեք, փառք Աստծո, քանի սաղ ենք պետք է աշխատենք, անենք, ասում է ժառանգությունը որդկան ծնողներից է, այսինքն մարդը դնում է, անում է, թողում է իր սերունդին գնում է, բայց առաջնայինը ինչն է այսօր քո կյանքի մեջ ու իմ կյանքի մեջ, մարմինը թե հոգին։
ասում է նրան ուշ մի դարձնու։ Ուշ շարունակության մեջ տալիս է, վերում արդեն հոգևոր դաշտ, 7-րդ խոսքից մեզ որպես հոգևոր մարդիկ այսպես է ասում, որովհետև ծառն էլ տակավին հույս ունի, թե կտրվի, դարձյալ կծլվի, նրա ճյուղերը չեն պակասիլ, թեև նրա արմատը հողում ծերացած լինի, նրա բունը մեռած լինի փոշի մեջ և ջրի հոտից կծաղկի։ Այսօր շատ հոգևոր մարդիկ ծերացել են հոգևոր, տկարացել են, չորացել են, փոշու մեջ կորել են, և սատանան բերել է մարդկանց կյանքի մեջ հոգնածություն, նեղվածություն, վիրավորվածություն, տկարություն, թուլություն, չորացել այդ ծառի տերևները, էլ պտուղ չի բերեմ, այդ տերևները թափել է, ճյուղերը կոտրել է, փոշին, կեղտը, մեղք անօրենությունը բռնել է, բայց սքանչելի խոսք ասում է ջրի հոտից նա նորից պիտի ծաղկի։ Ես չգիտեմ դուք ջրի հոտ զգում եք թե չէ ժողովուրդ ջան, ես շատ եմ զգացել, գիտեք, մանավանդ երբ որ այս գառնանը ասենք, անձրևները գալիս է ու այս սելավը սկսում է բարձրանալ, այդ հեղեղը գալիս է հոտ ունի, գիտեք։ Ես հիշում եմ երեխա ժամանակ 3-րդ մաս մեր տանը որ նստում ենք, այն ժամանակ գառնան այս գետը շատ էր վարարում։ Հիշում եմ մի տարի այնքան վարարեց, որ մեր մոտի այդ կարմուջը քշեց տարավ։ Եվ այդ իրիկվա կեսին այդ խշշոցին արդեն այդ շոտ ժամանակ այդ հոտը գալիս էր, այդ ջրի հոտը գալիս էր։ Այդ ջուրը Տերն է, Արմեն եղբայրը հիշեցրեց։ Այդ ամբարո կինը, որ 5 մարդ էր արել, որ մարդկության կողմից անարգված էր, որ ոչ մեկը նրան չէր տեսնում, որ երևի թաքուն առանձին գնացել էր, թաքուն ջուր տանի, որ մարդ իրան չտեսնի, բայց Տերը իրան ջրի մոտ սպասում էր։ Եվ ասավ, այն ջուրը, որ դու խմում ես, պիտի ծարավես, բայց այն ջուրը, որ ես պիտի տամ, սա հավիտենական կյանքն է։ Եվ Հովանու ավետարանի մեջ 7-րդ գլխի մեջ, այսպես ասում Տերը, ասում է, ով որ ծարավա թող ինձի կա, և այն ջուրը, որ ես տամ, ով որ խմի, նրա փորից կենդանի ջրի, գետեր պիտի բխեն։ Քուրս ու աղբերս, այսօր ինչքան էլ փոշոտված լինես, այսօր ինչքան էլ տկարացած լինես, այսօր ինչքան էլ ընկած լինես, այսօր ինչքան էլ ծանր մեղքերի պրոբլեմների մեջ լինես, որովհետև մաքուր մարդ չկա, Սուրբ Գիրքը ասում է բոլորը մեղանչել են, Աստծու փառքից ընկել են, այսօր այդ ջրի հոտը, այդ ջուրը կենդանի կենարար կարող է քեզ նորոգի։ Եթե դու նորից այդ ջրի հոտը առնես, նորից այդ ջուրը խմես, այդ ջուրը քո կյանքի մեջ գա, այդ փոշին պիտի մաքրի, այդ աղբը պիտի մաքրի, այդ կեղտը պիտի մաքրի ու նորից պիտի կենդանացնի։ Ասում է թեկուզ չորացած լինի, տեսեք, ասում է, եթե նրա արմատը հողում ծերացած լինի, նրա բունը մեռած լինի փոշու մեջ, չի ասում կիսած, ասում է մեռած լինի հողու մեջ, այսինքն էլ հույս չկա, ելք չկա, ջրի հոտից էլի կծաղկի և ճյուղեր կարծակի նոր տնկվածի պես։ Օրհնյալ է մեր Տերը, որ այդ ջրի հոտը, և որ գա այդ մեռած վիճակից, նորից ինձ ու քեզ պիտի հանի, նորից նոր տունկի նման պետք է դարձնի, այսինքն Տերը, երբ որ ներում է մեր մեղքերը, և որ ջնջում է մեր անօրենությունները, նա էլ չի հիշում, այդ մենք ենք հիշում, որ մենք մեղավոր մարդիկ ենք, բայց Տերը անդունդն է գցում, և նոր տունկի պես նորից քեզ ընդունում է, նորից քեզ սպասում է, որովհետև ինքը քեզ սիրում է։ Քուրս ու աղբերս, հիշի, ես ընդհանրացնեմ ու վերջացնեմ, չեմ ուզում երկարացնեմ, արդար մեկն էլ չկա, մաքուր մեկն էլ չկա, ինչքան էլ դու արդար ու մաքուր լինես, դու մաքուր ու արդար չես, որովհետև մեղանչական բնույթի մեջ ես, բայց սա չի նշանակում, որ պետք է սրա մեջ անհոգ լինես ու շարունակես քո մեղքերի անօրենությունների մեջ ապրես, որովհետև եթե մեղքերի անօրենությունների մեջ ապրես, դու անդարս կորուստ գնաս։ Եղբայրը հիշեցրեց, Սամուել եղբայրը, որ մենք, քանի որ Աստված մեզ մաքրել է, այդ չորացած ծառներից բերել է, ինչպես Անդրանիկ եղբայրը հիշեցրեց, այդ վայրի ձիթենիներին բերել է պատվաստել այդ բնական ճյուղերի վրա, այդ ճյուղերը մեզ դարձնելով բնական, Տիրոջ հետ հաղորդակցել մեկ անելու, մենք պետք է երախտապարտ լինենք Տիրոջը, մենք պետք է ձգտենք, որ ապացույցենք, որ մենք իրոք մեր բարձյալ Աստծո որդիներն ենք, իսկ այդ ապացույցը
մեր ապրած կյանքը պետք է լինի, այդ լույսը պետք է վառվի մեր մեջ, որովհետև Տեր Հիսուսն ասեց, դուք եք աշխարհի լույսը, այդ լույսը պետք է վառվի քո մեջ, որպեսզի խավարի նստող մարդիկ տեսնեն, եթե այսօր այդ լույսը չի վառվում, փառք Տիրոջը մենք ունենք հնարավորություն, որ թեգուս այդ ծառի արմատը չորացել է, մեռել է, թեգուս փոշին, կեղտը ծածկել է քեզ, բայց այդ ջրի հոտը կարա քեզ նորից կենթանացնի, իսկ այդ ջուրը Տիրոջ խոսքն է, իսկ այդ խոսքը Տեր Հիսուսն է, որը կանգնած է քո սրտի դռանը ու թակում է, ասում է ես հեռու չեմ քեզանից, կանգնած եմ քո սրտի դռանը ու քո բերանի մոտ, որպեսզի եթե սիրտդ բացես, ներս մտնեմ եւ ընթրիք անեմ, մենք պետք է կանգնենք աղոթքի, ժողովուրդ ջան, ես խնդրում եմ կանգնենք աղոթքի եւ ամեն մեկը ձեր սրտերը բացեք, եթե համարձակություն չունես, բարձր ասես Տեր, ես մեղավոր եմ, մեռած եմ, չորացած եմ, կենթանացրու ինձ, թեգուս սրտիդ մեջ անկեղծ ինչ որ ունես, ասա Տեր, այս մարդն եմ ես, Տեր, այս կեղտը ինձ պատել է, այս արմատս մեռել է, այս արմատներս չորացել է, բայց արի, թող քո խոսքը գա, հավատքով աղոթք անենք ու սպասենք մեր Տիրոջը, Ալելույա Գասպոց, Ալելույա քեզ, փառք քեզ, բացեք